Բարև ձեզ, եթերում թատերական օրագիրն է։ Եվ այսպես 3 մարտի 20-ին մեկնարկ տրվեց Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Մեր այսօրվա թողարկման առաջին մասում մենք կզրուցենք արդեն կայացած առաջնախաղից Կապանի դրամատիկական թատրոնի Կրքոց Սիրահարը ներկայացումից։ Այսօր մեր տաղավարում է ներկայացման դերակատար Արման Կոլոսովը եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը։ Շնորհակալություն, որ չմերժեցիք եւ հյուրընկալեցիք մեր տաղավարը։ Սիրով։ Երեք մեր հանդիպման ժամանակ դուք այսպիսի միտք արտահայտեցիք, որ արդյոք Կապանի հանդիսատեսը կընդունի նման համարձակ ներկայացում։ Երբ խաղացինք, արդեն ամեն ինչ մնաց ետևում, կարող եք արձանագրել, ինչպես ընդունեց հանդիսատեսը։ Ձեզ շատ հետաքրքիր է այդ հարցի պատասխանը, ես չեմ շփվել հանդիսատեսի հետ, բայց կարծում եմ, եթե այսօր դեռ այստեղ նստած ենք ու ոչ մի բան տեղի չի ունեցել սարսափել, ուրեմն ամեն ինչ լավ է, բարի աջող անցել։ Իսկ էներգետիկան անպայման, ես եւ Տաթևը ինչքան ունենք կուտակված, մենք տվեցինք դահլիճին եւ ստացաք ինչ-որ բան դահլիճից։ Մի բան էլ ավել։ Դուք բավարարված եք։ Այո, շնորհակալ եմ Կապանի հանդիսատեսին։ Շնորհակալ ենք համարձակ ներկայացման համար։ Արման, առաջին անգամ եք Կապանի հանդիսատեսի առջև ներկայացում խաղում, թե էլի էր եղել։ Կապանում բազմիցս անգամ եղել եմ ուրիշ տարբեր խմբերով, ավելի շոու տարբերակներով, իսկ ներկայացման առաջին անգամ։ Այսինքն ծանոթ ես Կապանի հանդիսատեսին, ինչպես գնահատես մեր հանդիսատեսի թատերասիրությունը։ Գրեթե ինձ համար ամենտեղ բոլոր հանդիսատեսները նույնն են, եթե հավանում են, տալիս են այդ էներգետիկան, մենք դա զգում ենք, ուրեմն ընդունվեց ներկայացումը։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք, ամբողջ պատասխանատվության բեռը ձեր ուսերին է։ Ինչ արձանագրենք, ստացվեց ներկայացումը, թե ոչ։ Շատ լավ, նախ նորից բարև ձեզ, դարձյալ ուրախություն բոլորիս, արձանագրենք, որ այո, երեք կայացավ, երկար սպասված, մեր շատ փնտրած ու գտած ներկայացումը։ Այսօր իմ փոխարեն պիտի նստած լիներ մեր դերասանուհին Տաթևը Պետրոսյան, բայց շատ ափսոս, որ նա ներկայացում ուներ, պիտի հասներ Երևան Պարոնյան թատրոնում, այդուհանդերձ չկարողացավ, ես սիրով փոխարինեցի նրան, ինչպես նաև մեր ռեժիսորին Նունեին Խեչումյան։ Մի քանի հանդիպում ես ունեցել եմ խմբի հետ, երբ իրենք ակտիվ գործունեությամբ էին զբաղված, փորձեր էր, մի խոսքով մի 4 անգամ հանդիպել եմ, քննարկել ենք, խոսել ենք։ Մինչև փորձերը։ Փորձերից հետո էլ այստեղ արդեն վերջնափորձերի ժամանակ խոսել ենք ինչ որ պատկերներ եւ այլն, արդեն իսկ պարզ էր, որ պիտի հենց այդպես էլ լիներ, իսկ արդեն այստեղ մի որոշակի ժամանակահատված դարձյալ մենք ինտենսիվ փորձեր ենք ունեցել եւ այն ամենը ինչ ուզել էր ռեժիսորը մեր դերակատարները բերելով իրենց հետ, այստեղ էլ նույնպես կազմակերպելով փորձերը, կարծում եմ այն ինչ ուզել էինք, ստացանք։ Խոսեմ առանձնահատկությունից ներկայացման։ Նախ ասեմ, որ շատ նուրբ լարերով դրամատուրգիա կա, շատ նուրբ լարերով, ի պատիվ Նիլ Սայմոնի։ Բայց եւ այնպես այս դրամատուրգիայում ռեժիսորը իր հետ բերել էր իր մտահղացումը, դերակատարները իրենց հետ բերել էին իրենցը, ու պատկերացրու այս քարյակը համատեղվել էր ու ստեղծել էին իրենց երազած ներկայացումը։ Բնականաբար ներկայացումը միանշանակ, այսպես ասած, հալած յուղի պես չի գնում, ունենում է իր թերությունը, հենց այդ թերություններն են դարձնում առավելություն ներկայացումները։ Հենց այդ թերությունների մասին խոսելով, ցուցելով այդ թերությունները, դրանք արդեն իսկ դարձնում են առավելություն։ Պարոն Խաչատրյան, դուք ներողություն հանդիսատեսի մեջ էիք նաև, որպես հանդիսատեսել էիք դիտում, տեսեք Արմանն ասաց, որ դեռևս չեմ շփվել հանդիսատեսի հետ եւ չգիտեմ ինչպես ընդունեց, բայց դուք հանդիսատեսի մեջ էիք, արձագանքներ, ռեակցիաներ տեսաք, զգացիք։ Շատ դրական արձագանքներ, որովհետեւ Արթուր ջան, պատկերացրեք, կյանք է, մարդկային փոխհարաբերություններ են, մարդկային զգացմունքներ են, զգացողություններ են, այս պահի դրությամբ աշխարհում կատարվում է նման բան։ Բացառված է չկատարվի։ Կան բառնիներ, կան բոբիներ,
կանելեններ եւ ժանետներ, ովքեր այսպես ասած գալիս են մեծ սպասումով ու արժանանում են այն, ինչին մենք տեսանք մեր ներկայացմանը։ Անշուշտ հետաքրքիր է ներկայացումը, որովհետեւ Արթուր ջան, նայեք, մարդկային խեղված ճակատագրեր, կոմեդիան այստեղ բերված էր առաջի պլան, բայց կոմեդիայի տակ կար ողբերգություն, կոմեդիան բառն էր, տառն էր, գործողությունն էր, բայց ողբերգությունը ներքին այդ տեմպերամենտի տակ էր թաքնված, նրանք առաջի պլան ուրիշ բան էին անում, երկրորդ պլանում ուրիշ բան էին ասում, երրորդ պլանով ուրիշ բան էին արտահայտում, եւ կանանց, 3 տարբեր կանանց խեղված ճակատագրեր, որն իհարկե ողբերգություն է, եւ իհարկե մի խեղված ճակատագիր էլ հենց նույն տղամարդը։ Տղամարդ, որը փորձում էր իր կյանքը փոխել։ Բայց փոխեց արդյոք։ Ընդամենը մեկ անգամ էր ուզում փոխել, ուզում էր հետո նա կվերադառնա իր առօրյա կյանքին։ Չփոխեց կյանքը։ Չէ։ Պարոն Խաչատրյան, քանի որ ներկայացման դերակատարուհին հարգելի պատճառներով այսօր մեզ հետ չէ, բայց շատ հրաշալի կերպար էր մարմնավորել բեմում։ Կերպարներ, այո, ես կասեի, 3 կերպարով դուրս էր գալիս բեմ եւ մեկը մեկից տարբեր, նույնիսկ իմ կողքը նստած դերասանուհին մի պահ ուշադիր առաջ հակվեց, ասեց այս նույն դերասանուհին է, ասեցի հետո կտեսնես նույնն է թե նույնը չէ։ Հրաշալի կերպար էր, ուզում եմ խոսեք Տաթևի դերակատարման մասին։ Արթուր ջան, ճիշտ ես, համենայն դեպս արտիստի համար դժվար է վարքյանների ընթացքում այլակերպվել ու նորից բեմ մտնել ուրիշ իրավիճակում, այլ կնոջ կերպարում Տաթևին իրոք ի պատիվ պիտի ասեմ, որ ապրի ինքը, շատ ապրի, շատ շնորհալի, շատ շնորհքով դերասանուհի է, վստահ եմ մեծ ապագա է սպասվում նրան, ու մենք կարծում եմ ապագա ներկայացումների ժամանակ նույնպես կկարողանանք իրեն հրավիրել, որովհետև վստահ եմ, որ մեր բեմում պիտի գոնե մեր դերասանուհիների հետ մի փոքր, այսպես ասած, այլ գույն լինի, այո։ Օրինակ, առաջի դերակատարման մասին կարող եմ ասել մի կին, ով գիտի ինչ է ուզում կյանքից, եկել է, տեսնում է, բարև ձեզ, իա։ Հիմա ինչ ես առաջարկում, ինչ ենք անում, եթե իսեր Աստծո հուսալքվեց, թողեց գնաց, նա առաջի կինը գիտեր իր ուզածը, գիտեր իր կամեցածը, եկել էր կոնկրետ նպատակով, բայց չհասավ այդ նպատակին, չհասավ, որովհետև դիմացը կար մի տղամարդ, ով ուներ մեծ խնդիր, ինքը իր մեջ եւ այդպիսով իսկ ոչ մի բան տեղի չունեցավ։ Երկրորդ դերակատարումը Տաթևի ուրեմն մի ինչ ասեմ, խելագար, մոլագար մի կին, որը թաքցնում էր իր այդպես լինելը, թաքցնում էր, որովհետև խնդիր ուներ ինչի, լսելու, խնդիր ուներ, որի լսելի լինելու, այո, խնդիր ուներ այդ ամենի հետ կապված։ Եվ ինչ տեղի ունեցավ, թվում էր, թե ինքը հենց այդպես խելագար է, էլի, ինչ-որ բաներ է թաքցնում բան, բայց եւ այնպես երբ արդեն խոսքը գնաց իր այդ երակների կտրվելու մասին, ինքը կտրվեց այդ իրավիճակից, այդ խելագարության, վերադարձավ իրականություն, ու այդ իրականությունը արդեն իսկ պատմելով, խոսելով, խաղալով ներկայացրեց, որը իրեն հասցրեց գժական աստիճանի։ Ու որից ինքը արդեն այնքան էր մարդկային անտարբերությունը իր մեջ արմատացած, որ խեղդել էր, ու իրան ինչ էր պետք, լսելի լինել տարական մի բան, անգամ այդ նկարները, որ հանեց Պայուսակից, իր մտածածին նկարները ոչինչ չկար այնտեղ, ուղղակի թուղթ, բայց դա իր միտքեր, իր երազանքներ, որ լսելի լիներ, ճիշտ է ասում։ Իսկ երրորդը արդեն մի քիչ ավելի ընտանեկան, ճանաչողական մթնոլորտում մեկը մեկին իմանալով, բայց այնպես այդ կինն էլ երրորդ կինը ուզում էր խանդ առաջացնել ամուսնու։ Երրորդ կնոջ խնդիրն ուրիշ է, երրորդ կնոջ խնդիրը ցանկանում էր ամուսնուն հանդեպ վրեժ լուծել, որտեղ ամուսինը դավաճանել էր։ Իրեն ուզում է նույն ցավը պատճառել իր ամուսնուն։ Իրենց մոտիկ տղամարդու հետ։
բայց եւ այնպես այդ կերպարը նույնպես իր ամեն ինչով հանդերձ, իր սկզբից, ընթացքը, կուլմինացիան, ավարտը նույնպես, այսպես ասած, կարելի է ասել համապարփակ կերպար էր, կառուցվածքայինորեն, որովհետեւ այս կինն էլ եկել էր ինչ-որ բանի, բայց եւ այնպես իր համարձակություն չեղավ նրա մեջ էլ իր առաքինությունը իրենց ամուսնական, չգիտեմ, պարտավորվածությունը հանդեպ թույլ չտվեց իրեն գնալու հետ, բայց ինքը մտածել էր, որ բայց վերջում տեսանք, չէ, ասաց, որ թող նա էլ տանջվի։ Չի եղել ոչ մի բան, բայց պետք է տանջվի։ Անշուշտ հետաքրքիր ներկայացում է եւ մեր հանդիսատեսը այս ներկայացումից շատ բան ունի տանելու, ուստի հարգելի հանդիսատես հետևեք մեր խաղացանկին եւ երբ հանդիպեք կրքոց սիրահարը ներկայացման օրին եւ ժամին, տոմս գնեք եւ համեցեք մեր թատրոն դիտել այս ներկայացումը։ Իհարկե շատ բաների մասին մենք հիմա չենք խոսի, թող գաղտնիք մնա մեր հանդիսատեսի համար, որ շահակարգային ու կա դիտելու ներկայացում։ Պահենք ինտրիգան։ Այո, ինտրիգը պահենք։ Մի հարց մեկ բան է մտածել կերպարի շուրջ, փորձեր անել, մյուս բան է ծնվել բեմում։ Այս երեք ավելի ճիշտ մենք բեմում տեսանք նոր ծնված կերպար։ Արդյոք այդ կերպարը ձեզ որպես դերասան բավարարեց։ Թե դուք կարծում եք դեռ խմորումներ, դեռ աճում եք։ Դե բնականաբար ընթացք կունենա եւ ամեն անգամով ավելի ու ավելի նոր գույներ ձեռք կբերեմ։ Բայց ասեմ, որ ներկայացմանը ես շատ երկար եմ եկել հասել այս կերպարին, ամբողջ ներկայացմանը, մտահղացումը, որը որ հետո կիսեցինք արդեն ռեժիսորի հետ, Նունեի հետ, ու ավելի զարգացրեցինք մեր մտահղացումը։ Հետաքրքիր կլիներ Տաթևին տեսնել, այո, մեր տաղավարում։ Նա բաղաժամ մեզ լքեց։ Գնաց հասավ ինքը այսօր արդեն ցերեկ ինքը պետքա ներկայացում ունենա Պարոնյան թատրոնում։ Վաղն էլ ես կմեկնեմ։ Շատ համարձակ դերակատարում էր Տաթևի դերակատարումը։ Ես հիշեցի, մենք կարվեստի մարդիկ գիտեն, հիշում են Չապլինի նամակ ուղղված աղջկան Ջերալդինային, որ ասում էր, որ պետք է, եթե պետք է բեմում կարող ես մերկանալ, բայց բեմից պետք է իջնես մաքուր։ Պարոն Խաչատրյան, այս համարձակության մասին ինչ կասեք դերասանուհու։ Մենք տեսանք համարձակ դերասանուհի, որ բեմում շատ էսթետիկ էր։ Մեր հայ իրականության մեջ շատ քիչ են նման համարձակ արտիստուհիները, ովքեր իրապես պատրաստ են հանուն գաղափարի, հանուն մտքի, հանուն երևակայության, հանուն թատրոնի, հանուն բեմադրության անել այն քայլերը, որը կատարեց մեր դերասանուհին Տաթևը։ Ինչ խոսք կան, միանշանակ շնորհակալություն Տաթևին, շնորհակալություն Արմանին, շնորհակալություն Նունեին, նման բեմադրության։ Շնորհակալություն ձեզ, որ ձեռք մեկնեցիք եւ համատեղ կարողացանք ստանալ այս ներկայացումը։ Ես շնորհակալություն Արման ջան, կուզեմ մի երկու բառ առանձնացնել քիչ առաջ կիսատ թողածս խոսքը այդ ողբերգության մասին, որ պիտի ասի ու կիսատ մնաց, այս տղամարդն էլ էր ողբերգության մեջ, գիտեք, սիրելի բարեկամներ, անկեղծ իրեն էլ կարելի է կարել։ Իր ողբերգությունը երևի միապաղության մեջ է։ Ոչ, տղամարդու ողբերգությունն ավելի շատ էր, ամուսնացած լինելով նա փնտրում էր անեական ինչ-որ բան, նա փնտրում էր վեհ ինչ-որ բան, բայց մինչդեռ այդ վեհ բանը իր կողքին էր, ինքը չէր կարողանում դա նկատել։ Իրեն թվում էր, թե այդ վեհ բանին գնալով ինքը կկարողանա ինչ-որ քայլեր անել կյանքում հաստատապես կնոջ հանդեպ անգամ, եթե նկատեցիք առաջինի հետ այլ էր, երկրորդի հետ մի քիչ սկսեց արդեն ինչ-որ բացվել, երրորդը, իսկ երրորդը արդեն իրեն ծանոթ կին էր, պատկերացնում ես, այդ ծանոթ կինը անգամ ոնց որ ասած ներողություն ռուսերեն բառից համար նամյոկ էր արել իրեն, դրա համար էլ այսպես բանով վստահաբար հրավիրել է, բայց իրեն ավելի դոմինանտ էր զգում։ Ոչ մի բան էլի ոչ մի բան տեղի չունեցավ, որովհետև այդ վեհը արդեն իր կողքին է, էլ պետք չի ուրիշ տեղեր ինչ-որ բաներ փնտրել։ Բայց եթե ուզում ես լիցկաթափվել, պիտի կարողանաս նաև այդ լիցկաթափման հետ պատրաստ լինես։ Գաս, լիցկաթափվես, գնաս, բայց այս տղամարդը էլի կրելով իր մեջ այդ իր ողբերգությունը ինքը պատրաստ չէ։ Ինչի բա հերախոսազանգը վերջում զանգեց, ում զանգեց։ Չէ, վերջում մենք հիմա բացենք մի փոքր փակագծերը արդեն։ Տղամարդ ուզում էր ընդամենը 1 օրով փոխել իր կյանքը, ինչ որ նոր գույն բերեր։ Այնտեղ տեքստի մեջ էլ ասում է։ Տեքստի մեջ կա։
հետո ինքը անպայման կվերադառնա իր առօրյա կյանքին։ Ինքը սիրում էր եւ սիրում է եւ կսիրի միայն իր կնոջը։ Սա հավատարմության մասին է։ Ինքը ուզում էր ուղղակի փոփոխություն էր ուզում անել, պարզապես զգալ ինչ որ մի բան, որ կատարվեց իր կյանքում, որտեղ իր կյանքը, ինչպես ինքն է ասում, շատ միապաղաղ է։ Այո, հավատարմության մասին էլ է, ինքը հասկացա, որ չէ, այս կինը եկավ մյուսը, երրորդը, բայց ինքը մնաց հավատարիմ իր կնոջը, եւ պիեսով այդպես է, ինքը վերջում հեռախոսը վերցնում է եւ զանգում է կնոջն է կանչում այդտեղ։ Ուղղակի մենք ավելի դրությունը սրելու համար փոխեցինք ֆինալը ու ստացանք այն ինչ ստացանք։ Փակագծեր արդեն հիմա չեն բացում, որ հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր է։ Կարելի կներես, իսկ կարելի մի այսպիսի հարց, ցանկացած արտիստ երբեմն ինչ որ միտք է արտաբերում կամ կերպարեմատություն, ինչ որ մեսիջ ունի, չէ, հանդիսատեսին հասնելու։ Այ քո կերպարը ինչ մեսիջ պետք է ուղի հանդիսատեսին։ Ինձ, ես հանդիսատես եմ։ Ինչ է ասում։ Որ կյանքում մեր շուրջը կան եւ նարկոմաններ, եւ հարբեցողներ, դու մնում ես ինքդ քեզ հետ հավատարիմ, ինչպեսին որ եկել ես այս աշխարհ, մնում ես շատ մաքուր, քո սկզբունքներին ավելի հավատարիմ, քո ընտանիքին, ես ինքս իմ կերպարը ինչ որտեղ նման է ինձ, ընտանեկան հարցերի հետ կապված, մեսիջը, որ մի փնտրեք երջանկություն այլտեղ, այն պարզապես ձեր կողքն է, ուղղակի ավելի լայն բացեք աչքերը եւ կնկատեք։ Հրաշալի է։ Պարոն Խաչատրյան, ներկայացումը արդեն Կապանի դրամատիկական թատրոնի խաղացանկում է։ Այո։ Արդեն մենք հնարավորություն կունենանք մեր կապանցի հանդիսատեսը այս ներկայացումը դիտել իր հարկի ներքո եւ այս մեսիջները բոլորը տեսնեն, բոլորը զգան, որտեղ թատրոնը հենց սրա համար է, որ հանդիսատեսը գա ու բեմում տեսնի ինքը իրեն։ Ինչ որ մի բան վերցնի եւ հետը տանի, լցված գնա։ Այո, առողջացնի։ Ես տալիս եմ այս մեսիջը, բայց կարող է դու ուրիշ ձև ընկալես, ուրիշ ձև հասկանաս, այն մյուսը ուրիշ ձև ընկալի, ուրիշ ձև հասկանա։ Այդուհանդերձ ես նաեւ շատ կուզեի խրախուսում եմ այս գաղափարը, որ ներկայացումից հետո հենց բեմում տեղի ունենա քննարկում դերակատարների հետ, ինչպես նաև մեր ռեժիսորի հետ հանդիսատեսի մոտ այնուամենայնիվ մնում են բացեր։ Ինքը կուզի մինչև վերջ ընկալելու համար այդ քննարկումից հետո ինչ որ բան իր հետ արդեն բարձորոշ տանելու։ Իսկ ինչ նախանգարում, եթե մենք հաջորդ մի քանի ներկայացումներ նույնպես պրեմիերաների շրջանակներում ա լինում, մենք կազմակերպենք հենց այդպես, ըստ ցանկության հանդիսատեսի եւ ուսանողությունը կարող ենք ռեժիսորն էլ ներկա կլինի այդ ժամանակ, Տաթևն էլ մեզ հետ կլինի, կարող ենք հանդիպում անել ներկայացումից հետո։ Մենք անգամ կարող ենք ներկայացման, եթե ներկայացումը դնենք տոմսերի վաճառքի ընթացքում, կասենք, որ տեղի ունենալու ներկայացումից հետո քննարկումներ, սիրելի բարեկամներ, կարող եք մնալ ձեզ ուզող հարցերը, այն պահերը, որը ձեզ համար անհասկանալի է եղել կամ անհաս է եղել, դուք կարող եք այդ ամենը հարցերը տալ, պատասխաններ ստանալ։ Դե խնդրեմ հարգելի հերոստատիտող, այս պահին ձեր ներկայությամբ մեզ մոտ կայացվեց որոշում, որ հաջորդ ներկայացումներն արդեն տեղի կունենան քննարկումով եւ դուք կարող եք մասնակցել այդ քննարկմանը։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ ռեժիսորին ներկայացման, իմ խաղընկերոջը, պարտներին Տաթևին Պետրոսյան, Պարերի Պարուսույցին, որը որ մեզ օգնել էր բեմական շարժման եւ Պարերի համար, Արման Սաքանյանը, որը Վանաձոր թատրոնի մեր արտիստներից է եւ նաեւ պատասխանատուն է մեր Պարերի հետ կապված։ Շնորհակալություն եմ հայտնում եւ ամբողջ Կապանի թատրոնի անձնակազմին, տնօրինությունից սկսված մինչեւ բոլորը, որ պատրաստական մեր կողքին են եղել եւ անվերապահորեն օգնել են եւ միշտ մեր կողքին են եղել։ Շնորհակալություն գեղեցիկ հետաքրքիր զրույցի համար։ Այսպեսով Արթուր, ավարտենք առաջին հատվածը մեր հաղորդման եւ անցնենք երկրորդ հատվածին։ Հեռու չգնաք, շուտով կվերադառնանք։ Եվ այսպես մենք վերադարձանք մեր տաղավար։ Սիրելի հեռուստադիտող, հուսով ենք դեռ հետևում եք մեզ։
Այսօր երկրորդ հատվածում կխոսենք մարտի 21-ին կայանալիք ներկայացման մասին։ Այսօր Կապանյան փառատոնային վեմը կպատկանի Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնին։ Գայանե Անդրեասյանի եւ Եղավսերը պոեզիա ներկայացումը կբարձրանա բեմ, որը երիտասարդ զույգի ներկայի, անցյալի, ապագայի եւ միմյանց սիրո ներդաշնակության փնտրտուքների մեջ գեղեցիկ պոեզիա ներկայացում է։ Կհնչեն տարբեր ժամանակների գեղեցիկ սիրային բանաստեղծություններ, որոնք կմիահյուսվեն գեղեցիկ մեկ ներկայացման մեջ։ Դե ինչ, սպասում ենք բոլորիդ, ովքեր որ հնարավորություն ունեն տոմսեր ձեռք բերելու, բոլոր հին ու նոր սիրահարներին այս պոեզիա ներկայացմանը Կապանի թատրոնի բեմում։ Դե ինչ, հաճելի դիտում ենք մաղթում ձեզ, իսկ մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում։